Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, համեցեք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի եւ խոսք ասելու հնարավորություն ձեռելու համար։ Գիտեք, որ գալիս էի մտածում էի, հիմա էլ եմ մտածում ինչից սկսել, որովհետեւ այն ինչ կատարվում է Հայաստանում այսօր, երբևէ որևէ մեկը տեսած չի լինի։ Եվ այն բոլոր գնահատականները, որ տրվեց, ես այդ բոլոր քաղաքական գնահատականներին կողմ եմ այս երկու օրերի ընթացքում, որ տրվում է այն կեսվածքին, որը երեք ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած։ Ընդհանրապես մի բան կավելացնեմ, որ այս 35 տարիների ընթացքում միշտ մասնակցել եմ համապետական ընտրությունների եւ ոչ պասիվ կարգավիճակով եւ եղել եմ միշտ ընդդիմության շարքերում, ընդդիմության դիրքերից։ Մի բան կարող եմ ավելացնել ընդհանրապես, որ որևէ իշխանություն այդ ընթացքում երբեք նույնիսկ մի փոքր տոկոս այն ինչ որ արվում է այս հոգեխանգարվածի կողմից չի արել։ Նիկոլ Փաշինյանը ինչ որտեղ պարտադրեց, ստիպեց, որ իր մրցակիցները խոսեն իր լեզվով։ Իսկ իր լեզուն բրկված է չարությամբ, ատելությամբ, ագրեսիվությամբ, սրբապղծությամբ, իշխանատենչությամբ, հայհոյանքներով եւ վստահ եմ, ճանաչելով հիմնական մասնակիցներին ընդդիմադիր դաշտի, ովքեր մասնակցում են նախընտրական այս արշավին, նրանք երբեք որևէ բառ չէին արտասանի, այսպես ասած, էթիկայից դուրս, եթե ինքը չպարտադրեր եւ բոլոր կարմիր գծերը չանցներ։ Գիտեք, այսպես որ հետադարձ հայացքով նայենք, ինքը ընդդիմության այսպես փողոցային խուլիգան կերպարով հավեց անդիմության հիշում եք, կարծեմ 5 տարի առաջ էր, այս օրերն էր, երբ հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը հարցրեց ինչ եք անելու ընդդիմության հետ, պետք է արգելի հեռուստադիտող, ակնդիր ու ընկնդիր պետք է ներեք, որովհետև դիցիտ եմ իր խոսքը, ասած ընդդիմությանը բռնելու եմ եւ շինեմ եւ ձեռքով ցույց ձեր տալիս դա ոնց պետք է անի։ Պետության թիվ 1 ամբիոնից ազգային ժողովի ամբիոնից ինչ ասած, եթե պետք լինի մատից փոխարեն ուրիշ բան թափ կտամ։ Այսինքն ասում է բաներ, որ օրվա 24 ռեժիմով, ժամի ռեժիմով այդ նույն գործողությունները իրականացնում է Ալիևի նկատմամբ եւ երևի ինքը քաղաքական արգազմ է ապրում եւ ինքը այս խեղկատակը փորձում այդ նույնը իրականացնել ընդդիմության նկատմամբ, բայց ընդդիմությունը կարծես թե ասաց, որ դու սրիկա ես։ Մենք թույլ չենք տա։ Գիտեք, ես չեմ կարծում, որ երեկա դեպքը ես կուզենայի, որ իսկապես պատկերը ցուցադրվեր, երբ արդեն այդ ավյանքները անցան մեկ ուրիշ մակարդակի, արդեն կանանցներ ասում, ես կչոքացնեմ, կզասնեմ, ովքեր որ Ռոբերտի կողմնակիցներն են, չգիտեմ, մյուս տեխնացուների կողմնակիցները, հասկանում ես, որ այս մարդը իսկապես իր հոգեխանգարված վիճակը բերել է, այսինքն պետության կարգավիճակը բերեց դարձրեց իր կարգավիճակ, այսինքն ինքը հոգեխանգարված է եւ կներեք, բայց պետությունը այսպես հոգեխանգարված վիճակում է այսօր ապրում, այս ինչ դարձրեցիր դու մեր պետությունը։ Այ հրեշ։ Բոլորը ծիծաղում են մեզ վրա։ Այս ինչ ես անում դու։ Ես չգիտեմ, մի բան կարող եմ հստակ ասել, որ ինքը գնում է քաղաքացիական բախումներ ստեղծելու ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմ երևի չի կարող իշխանության կանալ, որտեղ չունի այդ ռեսուրսը, բայց որ բախումներ ինքը կստեղծի, իր ձեռագրը ես տեսնում եմ, իր ստորագրության մեջ դա կա, ինքը շատ լավ զգում է։ Ինքը զգում է, որ պարտվելու է, եւ ինքը գիտի, որ եթե զրկվեց իշխանությունից, եթե լավագույն փրկությունը իր բանտում հայտնվելն է։ Կրկնում եմ, լավագույն փրկությունը իր բանտում հայտնվելն է։ Որովհետև այնքան մեծ ստորություններ է արել մարդկանց նկատմամբ։ Գիտեք, ես չգիտեմ, բայց այս փաստը պետք է ասեմ, որ երբ ծնողների հետ եմ հանդիպում, մեր զինվորների զոհված, նրանք չեն թաքցնում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ոչինչ ասելու են իրեն։ Եվ չես կարող ոչինչ ասել, որտեղ ասում է խոստովանել է, որ մեր երեխաներին, մեր տղաներին ինքը սպանել է իր իշխանությունը պահելու համար։ Մի խոսքով ստեղծված է մի վիճակ, որ ինքը անպայման կտանի դրան քաղաքացիական բախումների, ինքը վամպիր է, այրունը ռուշտ վամպիր է, ինքը այդ բազմահազար զոհերի այրունով չի բավարարվել, ինքը էլի է այրուն ուզում։
իշխանությունը պահելու համար ինքը պատրաստ է ամեն ինչի եւ իր այսօրվա թիվ 1 դաշնակից հետ որ ասում ենք Արևմուտք, Եվրոպա եւ այլն, չէ, ինքը ունի հստակ 2 դաշնակից իր թիկունքին կանգնած Ալիևն է եւ Էրդողանը։ Գիտեք, այդ խաղաղության մասին 2 բառ պետք է ասեմ, որովհետեւ հիմա ինչ է անում, փորձում է ժողովրդին խաբել, ինքը պրոֆեսիոնալ սուտասան է, պրոֆեսիոնալ դեմագոգ է, մանիպուլյատոր է, պրոֆեսիոնալ, որովհետեւ այսօր ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Այսօր պատերազմը ընթանում է, ուղղակի առանց զոհերի, որովհետեւ պատերազմի նպատակը մեկ անգամ ասել եմ ի վերջո այս դեպքում, Ադրբեջանի դեպքում տարածություն նվաճել։ Այնպես ինչպես եղավ Արցախի հետ։ Ինք այսօր նվաճում է տարածք։ Այսօր մենք մեկ անգամ եւս նշենք 240 կիլոմետր ջերմուկում, Սև լճի շրջակայքում բոլոր ստրատեգիական ռազմավարական նշանակության օբյեկտները այսօր գտնվում են Ադրբեջանի զգողության տակ։ Ադրբեջանը առանց պատերազմի վերցնում է այն, ինչ ուզում է եւ ինքն էլ տալիս է։ Գիտեք, երբ մի այս վերջի բրիֆինգի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հարցրեց 300,000 ադրբեջանցիների մասին, վերադարձի մասին, ինքը հերթական անգամ դեմագոգիայով զբաղվեց, ասաց մեր օրակարգում այն հարց չկա, մեկը չկա հարցնի։ Նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի ով է մեր օրակարգը ձևավորում, դու ինչ կապ ունես օրակարգի հետ։ Ադրբեջանի օրակարգն է, որ դու իրականացնում ես, իսկ Ադրբեջանը, չգիտեմ, երևի լսում եք, Ալիևի խոսքը ասում է, ուզում եք Զանգեզուրի Միջանցքը տրիպ կոչեք, ինչ ուզում եք կոչեք։ Արդեն այդ հարցը լուծված է ամբողջությամբ։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին երբ խոսում է, այնքան հիմնավոր է խոսում։ Նույնիսկ Փաշազադեի տեղակալը արդեն 500 մսկիթի մասին է ասում է պետք է վերադառնան եւ նույնիսկ գիտեք Արևմտյան Ադրբեջանի մասին է խոսքը գնում, արդեն պետական մասշտաբով ունեն այդպիսի մի հանձնաժողով Արևմտյան Ադրբեջան կոչվող, արդեն մեր տարածքները Սևանը Գյոչայ են կոչվում, արդեն իսը Բասարկեչար եւ այլն։ Դու ինչ գործ ունես, ինչ կապ ունես օրակարգի հետ։ Դու ուղղակի իրականացնում ես այն օրակարգը, ինչը որ Ալիևը գծել է եւ տալիս է քեզ եւ դու ծնկաչոք իրականացնում ես։ Քո խնդիրը մեկն է, ասում ես օգնեք ինձ մնամ իշխանության, եմ օրակարգում եղած բոլոր հարցերը ես իրականացնեմ եւ դու իրականացնում ես։ Գիտեք, այս վերջերս խոսվեց նաեւ 3 տարածքների Ադրբեջանի վերադարձնելու մասին, ավելի ճիշտ տալու մասին։ Ես մենակ խոսեմ Տիգրանաշենի մասին, որը ստրատեգիական, ռազմավարական բացառիկ նշանակության ունեցող տարածք է։ Եթե հանձնում ես Տիգրանաշենը, ապա դու գործում ես այդ միակ ճանապարհը, որը կապում է մեզ Վայոց ձորի եւ Սյունիքի հետ։ Դու դրան ես արդեն տվել ես այդ տարածքը։ Դու իսկապես քո ամեն օր մնալով իշխանության, դու Հայաստանից մի մաս տալիս ես Ադրբեջանից, դա նշանակում է, որ դու կործանում ես Հայաստանը։ Երեկա դեպքը դա իսկապես Այն մինչև այս պահը այն վերջին գիծներ, որ դու ամբողջությամբ ցույց տվեցիր քո էությունը։ Դու իսկապես ալ լուրջ եմ ասում, հոգեկան խնդիրներ ունեցող կերպար ես։ Ես կդիմեի հոգեբուժերին, չգիտեմ, այն նախարարին չեմ դիմի, որովհետև երեք այն ստորությունը, որ արեց այդ տիկնոջ նկատմամբ, ես պիտի խնդրեմ, որ այդ կադրերը ցուցադրվի, այդ նախարարը առողջապահության կանգնած էր հետևում եւ գլխով համաձայնության եւ հավանության նշաններ ցույց տալիս։ Բայց հոգեբուժեր, իսկապես դուք կարող եք հարց բարձրացնել, ի վերջո մենք գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդու հետ։ Իսկ նա ամեն ինչի պատրաստ է։ Վաղը կարող է ուշ լինի։ Չի բացառվում կրկնում, որ վաղը ինքը այդ խնդիրների պատճառով նույնիսկ որոշակորեն դատարանի առաջ չկանգնի։ Ինչ է կատարվում հիմա։ Պարոն Հակոբյան, եթե դեմ չեք, ուղղակի որպեսզի ավելի հասկանալի լինի, եւ դուք ահազանգում եք, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու հետ գործ ունեք, ինչի մասին է խոսքը։ Մի տեսանի ուղղակի 3 Արաբկիրուն, երբ վաստակաշատ բժիշկը կամ պարզապես քաղաքացի մոդելում է եւ նրան ասում է, թե ինչ հանցանքներ է գործել, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե ցուցադրեք։ Իմ խոսքասեմ, այն ինչը որ պետք է ասեմ, բազմիցս դուք լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան հոգի տարածությունից նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, դուք
Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք Ես մի փոքր առաջ տամ, որպեսզի տեսնենք Փաշինյանի արձագանքը։ Ընդհանրապես Խնդրում եմ անջատեք, ներվերս իսկապես բորբոքվում են, որ սրա այդ ձայնը լսում եմ, բայց նախ խոնարհումս այս տիկնոջ արփի, Սողոյան ջան, իսկապես խոնարհումս ձեր տեսակը կարող է փրկել մեզ այս հրեշից։ Արդեն ասել է այն մակարդակին, որ կնոջը հայ կնոջը վիրավորում է, հայում է հայ կնոջը, ձեռքով բռնություն է իրականացնում այդ կնոջ նկատմամբ եւ գիտեք հարցը որն է, որ կողքին կանգնած են մարդիկ ուրիշ բառ չօգտագործեմ։ Մենակ ասել, եթե ձեր կինը քույրը կանգնած լիներ իր փոխարեն, այդ սրիկայությունը դուք կանեիք, չէի կանե։ Գիտեք իմ այս ինքը որ այդքան լկտի է իրեն պահում, պատճառը իմ կարծիքով այն է, որ մեր պետության դատաիրավական համակարգը, ուժային լծակները իրենք թույլ տվեցին, որպեսզի ինքը աներ այն ինչ այսօր անում է, որպեսզի ինքը պետությունը տանի կործանման։ Գիտեք, իմ գրառումներում եւ հաղորդումներում բազմիցս անդրադարձել եմ հարցերի, միշտ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, քրեական հանցագործ է եւ պետք է պատասխան տա դրա համար եւ հայտնվի այնտեղ, որտեղ հայտնվում են հանցագործները։ Եվ հենց այնպես պոպուլիստական բառեր չեն սրանք, ի վերջո ես ցանկացած փաստ, որ ներկայացնում կամ գնահատական, նաեւ ցիտել եմ մեր սահմանադրության եւ քրեական օրենսգրքի անպատասխան հոդվածներ։ Հիմա մեկ անգամ եւս կուզեմ, որ լսեն այս խոսքս, ԱԱԾ-ի տնօրենը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, ներքին գործոս նախարարը, քննչական կոմիտեի պետը, վերջապես մարդու իրավունքների պաշտպանը։ Ձեզանից որևէ մեկը կարող է հակաճառել, որ երբ ինքը հայտարարեց եւ պարտադրեց, որ փակեն դատարանները, դա սահմանադրական կարգի տապալում չէ։ Կարող եք որևէ մեկը հակառակն ապացուցել։ Այն դեպքում, որ նույնիսկ մեր լավագույն դատավորներից մեկը Դավիթ Բալայանը եւ փորձեց իր սահմանադրական իրավունքի իրացնել աշխատանքի վայր մտնել, նրան զգետնեցին հենց ոստիկաների ներկայությամբ, ինչ որտեղ նաեւ մասնակցությամբ։ Կարող եք ձեզանից որևէ մեկ ասել, որ դա սահմանադրական կարգի տապալում չի։ Ի վերջո, քրեական օրենսգրքի 420 հոդվածն է կարծեմ, հենց այդպես էլ կոչվում է սահմանադրական կարգի տապալում, որը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Ինչով եք դուք զբաղված, դուք հանցագործներ եք։ Կամ ձեզանից որևէ մեկը կարող է հակաճառել, երբ ինքը թիվ 1 ամբիոնից, ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից մեր պետության, երբ հայտարարում է, որ 5000, չասեմ 5000, որտեղ դրանից կբռնի, հազարավոր զինվորներ ինքը զոհեց, որպեսզի պահի իր իշխանությունը։ Ինքը կարող էր չզոհեր եւ Արցախը կունենար, ինքը վախենում է Ալիևից, որ Արցախ ասի, որ Ղարաբաղը կունենար այս նույն կարգավիճակը։ Սա պետական դավաճանություն չի, սա 418 հոդվածը չի։ Գիտեք, կա, կարծեմ, 24-րդ գլուխն է։ Այսինքն 16 հոդվածներ կան պետության նկատմամբ հանցագործություն իրականացնելու հետ կապված, այդ բոլոր հոդվածներում իր կերպարը կա, մարդու իրավունքներ կլինի, պետական դավաճանություն կլինի, սահմանադրական կարգի տապալում կլինի եւ այլն։ Եվ ինքը այսօր ազատորեն ման է գալիս եւ այդպիսի ստորություններ է իրեն թույլ տալիս, դուք ինչով եք զբաղված։ Այդ ձեր պատճառով է, ձեր արածի պատճառով, որ ինքը այսօր այդ վիճակին է։ Ես մտածում եմ, որ երեկա դեպքից հետո գոնը սա այնքան ակնառ է, այնքան ճչացող փաստ է, ինքը այսօր պետք է ազատության մեջ չլիներ։ Ատելության խոսք, վիրավորանք, հայոյանք, բռնության գործադրում, ինչ է ձեզ ուրիշ պետք։ Գիտեք, այն կարծեմ Սամվել Կարապետյանի դեպքում հալյուցինացիաների հետ կապված ինքը դատի է տվել։
Ես շատ լուրջ մեղադրանքներ եմ առաջադրել պետական առաջին դեմքին մեր պետության, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության սանդրական կարգը տապալելու մեջ։ Ինչու՞ դա չեք տալիս։ Բայց երկու լուծում կա, կամ պետք է իսկապես, եթե դա այդպես չի, ես պետք է խիստ պատժվեմ, որտեղ պետության առաջի դեմքն է, կամ պետք է ինքը այլևս այդ կարգավիճակին չլինի եւ այդտեղ այնտեղ որտեղ պետք է այդտեղ։ Այդ նույնը պետք է ասեմ նաեւ հանրապետության նախագահի հետ կապված։ Սահմանադրությունը ունի 123 հոդված, որտեղ գրված է նախագահի կարգավիճակը եւ նրա գործառույթները, կարծեմ ինձ այդպես էլ կոչվում է։ Գրված է, որ նախագահը պետության գլուխն է։ Նա սահմանադրական կարգի պահպանման եւ սահմանադրության պատասխանատուն է, այսինքն երաշխավորն է։ Չեք տեսնում ինչ է կատարում։ Լավ, դուք ինչով եք զբաղված, ես չեմ հասկանում, այս պետությունը լափաման է ձեզ համար։ Այսինքն դուք գիտեք, որ գնաք թակու դիակի մոտ կանգնեք, նկարվեք ժպիտով, նախագահի ֆունկցիան դա է, կամ են ազգային ժողովի նախագահը։ Ասում է Ռոբերտին կզացնելու եմ, այ ղզիկ, դու գնա նրա մոտ ծնկի արի ասա, մի քիչ տղամարդկային որակ ինձ սովորացրու, մի քիչ պետության մասին ինչ-որ բաներ ասա, որ հասկանամ ինչ է։ Ինքը իսկապես պետական անձագործ է, որովհետև ինձ ասել էին, ռուս դիվանագետներից մեկը ինձ ասաց, որ քիչ թողեք ինքը դուրս գա միջազգային ասպարեզ, միջազգային հարթակ, որովհետև ինքը փորձում է այն ինչ կատարվեց Արցախի հետ արդարացնել ՄԱԿ-ի հայտնի բանաձևերով։ 4 որոշում էր, ինքը չգիտեր, որ 4 էր, 93 թիվ, ապրիլից մինչև հոկտեմբեր 4 որոշում ՄԱԿ-ի բանաձև էր։ Բայց դա չի իրականացվել, Վլադիմիր Կազիմիրով երևի լսած կլինի, եթե իհարկե չի զբաղվում, ժամանակ ունի զբաղվելու Կազիմիրով, որը Ռուսաստանի ներկայացուցիչն էր։ Կազիմիրովը այդ Մինսկի խումբը նամակ գրեցին անվտանգության խորհուրդ եւ պատճառաբանվեց նրանով, որ Ադրբեջանը ինքը չի կատարել պայմանավորվածություն, այսինքն չի ապաշրջափակել Արցախը, դրա համար էլ չի իրականացվել այն, ինչ ընդված էր այդ որոշումները։ Ինքը չի հասկանա դա։ Ինքը ժամանակ չունի, ինքը ասֆալտի տենդերներով է զբաղվում, խաղային բիզնեսի շահույթներ է հաշվարկում, բայց ավելի մի ճչացող փաստ կա։ Գլխավոր դատախազում շատ լսեք, որովհետև այն ինչ պետք է ասեմ, իրավագիտության հետ իր պատահականորեն հայտնված չափավոր տգետի համար նույնիսկ սա հասկանալի պետք է լինի։ Երբ նա կատարեց այդ ստոր գործողությունը, երբ թքեց քաղաքացու վրա, Կարենի վրա, դուք լրագրողի հարցին պատասխանելուց, թե ինչ գնահատական կտայիք, համայնը արդարացրիք նրան ասելով, որ չկա նման հոդված։ Նո արդարացրեցիք, այդպես ասեմ։ Բայց կարծում եմ ով, բայց դուք շատ լավ գիտեք, կա 297 հոդված քրեական օրենսգրքի խուլիգանություն, խմբակային խուլիգանություն, որովհետև թիկնապաների միջոցով այդ ստոր գործողությունը կատարել, որը եթե չեմ սխալվում 2-ից 5 տարի ազատազրկում է պահանջվում։ Նաև կա 441 հոդված, որը կոչվում է բառացիորեն երևի չցիտեմ, բայց պաշտոնական դիրքի չարաշահման մասին է խոսքը։ Ինքը պաշտոնական դիրքն է չարաշահել, որը 1-ից 4 տարի ազատազրկում է պահանջում։ Եվ այս ողբերգությունը այսօր շարունակում է մեր պարլամենտը, մեր պարլամենտական դիվանագիտությունը ներկայացնել։ Հասկանում եք, ես մի երկու խոսք էլ ունեմ այս Մեղքի զնակով ազգային ժողովի նախագահի հետ կապված։ Հիշում եք 24 թիվներ, հոկտեմբերի 17 լսումներ էին եւ ես ելույթ ունեցա դրանից 2 օր առաջ իմ դիվանագետ գոլեգան Բուլղարիայից, որի հետ բավականին մտերիմ ենք, զանգել ասում են, գիտեք, չինական ինչ-որ մամուլում կարդացել էր, որ Հայաստանի ազգային ժողովի նախագահն թքել է քաղաքացու վրա, ասում է, եւ չի պատժվել։ Ասացի ոչ, իհարկե ինքը իր գնահատականը տվեց եւ ասաց չէի սպասում, որ Հայաստանը կարող է այդ վիճակին լինի, որ ազգային ժողովի նախագահը նման ստորություն անի եւ չպատժվի։ Եվ ինչ արվեց։ ՊՊՑ-ի ներկայացուցիչները 4-5 հոգի բռնի ուժով ինձ դուրս անեցին ազգային ժողովից։ Այն դեպքում, որ ՊՊՑ-ն կոչված էր ապահովելու անվտանգությունը ազգային ժողովի։ Այս սիրիկա դու գայիր դուրս աներ, ախր ղզիկ ես գիտեմ, որ դու չէիր գա։ Կամ ինքը ինչ-որ մի հանձնաժողովում ես մասնակցում էի, այդ հանձնաժողովը ՌԱՀ-ի հետ կապված։ Ուրեմն շատ վատ պահեցին իրենց, եւ հանձնաժողովի նախագահը, եւ այդտեղ մի քանի հոգի, եւ adekvat համարժեք պատասխան ստացան, եւ դրանց միայն պետք է համարժեք պատասխանես։ Եվ իրեն հարց էին տվել, ասում են, ինչքան գիտեմ, խմած է եղել։
դատի տվեց։ Դատարանում ինքը ասում է, որ ես լսել եմ։ Այսինքն ինքը լսել է, որպես փաստ ներկայացնում է, ես էլ շատ բան եմ լսել քո մասին, չեմ ուզում։ Հիմա չեմ ուզում այդ բառերը ասեմ, թե դու ով ես, քո բարոյական կերպարը ինչ է։ Իսկ դատարանը ասում է ինչ-որ մի երիտասարդ Գրիգորի, չգիտեմ ինչ է։ Դե ասում է դե քաղաքական հայտարարություն է։ Ինչ սպասել քեզանից։ Ես ասել եմ, մի օր այդ խմացության հետ կապված մի օր քեզ այդ վժվածքին, վարշապետ կոչված, այնտեղ դուք պալանքյաշների խումբ ունեք դրանց, բոլորի շարեմ հետը ստանեմ մարզասրահ, տանեմ լողավազան, չնայած չեմ կարծում, որ դուք ձեր մարդկային ու տղամարդկային որակ ձեռքը բերեք։ Այդ ոհմակը, որը կարող է 10 հոգով մարդ ծեծեն, դրանք գիտեք, ամեն ձևի դրանց պատասխանել հասնում է, որտեղ ստորություն է դա։ Լավ կլիներ, որ ստանային, հատկապես այն քացի տվող Եվրոստիլ դեմքով են քացի տվողը կամ են բազմավոլորտ հանձնաժողովի նախագահը, որը ցուցամատը տնգած պատասխանում էր Վահե Ակոբյանի հետևից, ասում էր, սա սեռական օրգան էր ուզում որպես օգտագործել։ Այդ դրանք պետք է իրանց քիթմառուտներին ուտեին, որ չլկտի անային դրանից հետո։ Բայց որովհետև իրենց շեֆը, իրենց ստրկատերը այդպիսի ստորպափասք են ունեցել ընդդիմության նկատմամբ, ասում են մենք ինչով ենք պակաս, առավել եւս ինքը նստած էր դալիճում եւ պպծանել հովանավորում էր այդ ստորությունը, այդ ծեծը։ Մի խոսքով ես ունեմ կրկնում եմ, այդ մտահոգությունը մեկ անգամ էլ պիտի ասեմ, հասկանում եմ, որ պարտվում է, ինքը ամեն ինչի պատրաստ է, ունեմ մտահոգություն, բայց այդ մտահոգությունը պետք է ասեմ հետևյալն է, ցանկացած բռնության պետք է պատասխանել բռնության։ Եթե իշխանությունը կդիմի բռնության, քաղաքացիական բախումներ կսկսի, պետք է համարժեք պատասխան ստանան, որովհետև այդտեղ չունենք, հասկանում եք։ Այս պետությունը արդեն իսկապես հոգի խանգարումքի մեջ է հայտնվել իր պատճառով։ Հիմա կփորձեմ մի երկու խոսք։ Պարոն Հակոբյան, ճիշտ ասած մի կադրեր եմ ուզում տեսնենք, երեք բղավոցի ժամանակ դուք ես կենթանի գնայ մեռնեի, այս բղավոցները իրա, եթե դեմ չեք սա ընդհանրապես կարճ մեկ։ Բայց ձայնը երկար չգնա, որտեղ նյարդերից վրա ազդում է։ Հասկանալի է, ուղղակի մարդիկ պետք է նաև առերեսվեն, թե ինչ է։ Հա, գիտեմ, իսկապես երեք մեկը շատ համեմատությամբ դրել էր Հիտլերի ձայնը, որ խոսում է եւ իր այնքան նման էր, բայց մի խոսքով ինքը ասում է անասուն էր, չեմ կարող չզսպել չասել անասունը դու ես, չնայած անասունը բնական եւ բանական երևույթ է, դու խամիակ ես, գետինը մտնես, այսինքն մարդիկ մեղավոր են, որ չեն զոհվել, հա, այսինքն քո այդ ամբողջ թայֆան, որոնք հիմնականում դասալիկներ են, չեն ծառայել բանակում, նրանք պիտի ապրեն իրենց ընտանիքներով, երեխաներով, դու մարդկանց մեղադրում ես, որ չեն զոհվել։ Քո նման դասալիկներով ես դու շրջապատված, հասկանում ես։ Չեմ կարող էլի չասել, եւ դու պահ գտար կարողացար փախչել ծնողների թողելով, ուրեմն գնդակոծության տակ Իջևանից փախչել, 15-16 տարեկան երեխաները ծնողներից թաքուն գնում էին դիրքեր, որպեսզի պաշտպանեին հայրենիքը, պաշտպանեին Իջևանը։ Գիտեք, ես այստեղ մի բան կարող եմ ասել, որ ընդհանրապես, այսպես որ նայում ենք բանակի նկատմամբ, այս հրեշը միշտ կեղտոտ բացասական վերաբերմունք է ցուցաբերել։ Հիշում եք 99 թիվ ապրիլ, դրան էլ եմ անդրադարձել, երբ ինքը հրապարակեց մի հոդված, որտեղ գրոտեսկային կերպարով Վազգեն Սարգսյանի նկարն էր, եւ իսկապես ասում էր մայրեր ձեզ տոներին կշնորհավորեն ձեր որդիների դիակներով։ Հիշում եք։ Երբ առիթ է եղել ինձ փորձել են հիշեցնել, թե հոկտեմբերի 27-ին ես ինչով էի զբաղված։ Ես պատասխանել եմ, ասել եմ, որ նստած էի ազգային ժողովում եւ Վազգենից մի 3 մետր ձախ էի գտնվում եւ Կարեն Հունանյան այդ ահաբեկիչը արդեն սպանված Վազգենին մի ամբողջ պարունակ, մի ամբողջ մագազին արդեն դատարկել էին Վազգենի վրա,
հարվածում էր Վազգենին եւ գրեթե բառացիորեն ցիտում էր այն եզրույթները, որ դու օգտագործել ես քո այդ ստոր հոդվածում։ Գիտեք, իրավաբանության ոսկե կանոններից մեկն այն է, որ պետք է ցանկացած հանցագործություն դիտարկել պատճառը հետևանքային կապի մեջ։ Արգելի փաստաբաններ, դուք այդ գեներացումը ատելության պետք է որ ճշտեիք, որտեղից էր գալիս, իրենից ավելի գեներացվա, այսինքն այս կերպարը այնքան ատելություն է գեներացրել եւ այլ է գեներացնում, որ նույնիսկ ահաբեկիչը սպանված մարդուն խփում էր խզակոթով, հա, Իգնացիքի եւ իր հոդվածի առանցին ձևակերպումներն էր օգտագործում։ Իդեպ ասեմ, այս նույնը պետք է ասեմ նաեւ մարտի 1-ի հետ կապված։ Հիշում եք, երբ ինքը ասաց պետք է այս Ղարաբաղցիներին քշենք Հայաստանից, նույնիսկ կանոններ չտվեց։ Ընդհանրապես Ղարաբաղցիներին քշենք, ուրեմն Հայաստանից եւ ասում էր հոգիս փառավորվում է, որ տեսնում եմ դուք զինված եք, չգիտեմ, փայտերով, քարերով։ Արդյունքում ունեցանք 10 զոհ։ Ես այդպես էլ չեմ հասկանում ինչպես կարելի էր իրեն ներում շնորհել։ Ով ինչ ասի, ես այդ օրը տեսել եմ այդ ամեն ինչը։ Ինքը այդ զոհերի պատասխանատուն եւ ինչ որ առումով պատճառը ինքն է հանդիսացել, հասկանում եք։ Չեմ ուզում շատ անդրադառնալ դրանց, ուղղակի ուզում եմ ասել, այս ազգակործան հրեշը, այս վամպիրը, այս այրունռուշտը չի բավարարվել ոչ այդ հազարավոր զինվորների այրամբ, ոչ դրանից հետո, դրանից առաջ եւ այլն։ Ինքը նոր այրուններ է ուզում, որովհետեւ միակ գուացնող բանը իրեն որ կա դա այրուն է։ Հիմա չեմ ուզում շատ արդեն ծավալվել, ուղղակի ուզում եմ ասել, որ այս հոգի խանգարվածը ամեն օր որ մնում է իշխանության, պետությունը ավելի է գահավիժում, ես չգիտեմ ինչ ուժեր են պետք որ կարողանանք պետությանը կարգի բերել գոնե այս գահավիժումը կանգնեցնել։ Երբեմն մարդկանց հետ որ հանդիպում եմ, ովքեր ավագությունն է վարչապետ դառնալու, ասում եմ գոնե դուք հասկանում եք ինչ ծանրության տակ եք մտնում։ Ինքը այնքան է խորացրել այդ ճգնաժամը, այդ գահավիժումը, որ հիմնական խոսքի հետևյալն է, որ գոնե կարողանանք ասեցնել դա։ Հիմա մի քանի խոսք առաջկա զարգացումների հետ կապված։ Ես վստահ եմ, քիչ առաջ ասացի, որ ինքը ամեն ինչի դիմելու է։ Ինչի կարող է ինքը դիմել։ Ես տեսնում եմ, որ ծրագրերից մեկը, որովհետև Սամվել Կարապետյանի մուտքը ընդդիմադիրի դաշտ բավականին լուրջ փոխեց ընդդիմադիրի դաշտում ստատուս քվոն եւ հասկանում է, որ բավականին լուրջ մրցակից է, ինքը չի բացառում իր ծրագրում կա, որ կասեցնի ընտրություններից 10 օր առաջ օրենքը թույլ է տալիս այդ կուսակցության մասնակցությունը։ Չի բացառվում։ Իհարկե լավ կլինի, ես անցյալ անգամ ասացի, որ համակարգող խորհուրդ լինի, որ բոլոր դեպքերի համար կարողանան համարժեք ծրագիր ունենան։ Հիմա այս դեպքում եթե կասեցնի, ես կարծում եմ դա այն քայլն է, որը արմատական քայլ պետք է կատարել։ Պետք է ամբողջ համապետական մասշտաբով պետք է իսկապես հավաքել մարդկանց եւ պայքարել այդ սրիկայի հակաօրինական գործունեության դեմ։ Ես վստահ եմ, կարող է այնպես լինի, որ նույնիսկ հարցը չհասնի ընտրության, որովհետև ինքը հասկանում է, որ հնարավոր է ընտրությամբ ինչքան էլ ինքը վարչական լծակները ամենասրիկայաբար օգտագործում է, ինչքան էլ օգտագործի այդ լծակները, ինքը զգում է, որ կարող է չընտրվել։ Ինքը կարող եւ ինքը դրա համար ման է գալիս սադրելու հնարավորություն է ուզում տեսնել։ Արգելի ընդդիմության լիդերներ, ովքեր հիմնականում մասնակցում են նախընտրական այս արշավին, դուք պետք է ունենաք հստակ ծրագիր։ Եվ ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական, որովհետև մինչև օգոստոս ինքը մնալու է իշխանության, ունի հստակ պայմանավորվածություն Ալիևի եւ Էրդողանի հետ, իրենք չեն թաքցնում։ Այս վերջերս էլ մի քանի էլի արտգործնախարարի կողմից, Ադրբեջանի ընդհանրապես Թուրքիայի կողմից միշտ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի տեխնոսին, որովհետև գիտեն, միայն Նիկոլ Փաշինյանի դեպքում է, որ իրենք կարող են Հայաստանը վիլայետ դարձնել։ Չեն թաքցնում դա։ Եվ պետք է պատրաստ լինենք։ Ես էլի կրկնում եմ, ցանկացած բռնության պետք է համարժեք պատասխան տրվի 10 նպատակ ավելի, որովհետև էլ չունենք բան կորցնելու, ամեն ինչ կորցրել ենք։ Ես հավատում եմ, ամեն օր ավելի եմ հավատում, որ ընդդիմությունը հաղթանակ է տոնելու եւ ինքը պարտվելու է։ Ամեն օր ավելի եմ հավատում, բայց նաեւ պետք է ավելացնեմ, որ հիմնականում այդ պահվածքի շնորհիվ է, որ ինքը ամեն օր շրիշալկի մակարդակի իջեցնում վարկանիշը։ Գիտեք, պետական ծառայողների հետ եմ խոսում, ոստիկանության ներկայացուցիչների, ոչ ցածր աստիճան, պանչոր պաշտոնյաների հետ եմ խոսում, մեծ մասը իսկապես հոգնել եւ զզվում են սրանից։ Իհարկե կլինեն են կարմիր բերետավորների մեջ, կլինեն չնայած եթե նրանք էլ դիմադրություն տեսան, այդքան ստորություն չեն անի կամ կապույտ բերետավորների մեջ, կամ այդ թիմը որ կա, որ այսօր հավաքվել է իր շուրջ։ Բայց դրանք քիչ են։
Ես նաև պետք է դիմեմ այդ թիմի անդամներին, նրանց մեջ 1-2 հոգի կան, որոնք ափսոսում են, որ դու այդտեղ եք, տղեկ դուրս եկեք։ Ես գիտեմ, որ ձեր նկատմամբ, կանանց նկատմամբ ինքը կոմպրոմատներ ունի ինքը այդ սրիկանը, բայց դուք անցագործության մասնակից եք դառնում, անցակից եք դառնում այս սրեշի։ Ավարտում եմ խոսքս։ Մի թեմայել պիտի, մի հարցել պետք է անդրադառնամ, չգիտեմ, այդպիսի մի եզրույթ է օգտագործում աննաղուհաց քրդի շուն։ Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը իր թաթիկից բռնեց եւ բերեց ազգային ժողով իրեն։ Հենց 2 օր հետո երբ արդեն չդարձած խմբակցության ղեկավար եւ այլն միանգամից լքեց նրան, դավաճանեց նրան։ Ես հիշում եմ, որ այս դեպքը պետք է պատմեմ, երբ նոր է վերադարձել Պետերբուրգից եւ մամլո ասուլիսի ժամանակ իր թղթակիցներից մեկը հարցրեց ինչ-որ զարգացումների մասին, նաեւ մարտի 1-ի հետ կապված, ասաց լավ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը ընդուներ կաթողիկոսին եւ մենք մարտի 1 չէինք ունենա եւ այլն, ինչ-որ այդպիսի քննարկում գնաց։ Ինքը իր լափարոշ տոնով ինձ պատասխանեց, հոդված գրեց, որ այն կարգավիճակը չունեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նման պրոֆեսիոնալին քննադատեմ, բայց որոշ ժամանակ հետո դրա հակառակը ասաց եւ եկավ մոտս ներողություններ այցում։ Միամտորեն ընդունեցի այդ ներողությունը, չպատկերացրեցի, որ ունենք պես գավառական աֆերիստ է։ Ես ինձ մեղավոր եմ զգում, այդ պահին պետք է դրա ակաժները կատարվեր, որ այս պետությանը այսօր չհասցներ։ Նույնը Զարուհի Փոստան, հա, Լևոն Տեր-Պետրոսյանի տնտանեկան կապալը արդեն ոչիլ գիտնական, չգիտեմ, այնտեղ KGB-ի գործակալ եւ այլն, դու մարդ չես։ Հասկանում ես, դու առանց Լևոն Տեր-Պետրոսյանի, չգիտեմ, հիմա դու ուր կլինեիր։ Անկախ ին վերաբերունքը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ստորագրության նկատմամբ, դու նրա նկատմամբ ստորություն ես գործել։ Զարուհի Փոստան ջան, ախր Կոշի գաղութում, երբ շատ ճիշտ էին վարվել բանտարկյալները, որտեղ բանտային կյանքը, օրենսդրությունը ունեն մի քանի բաներ, որը ես ընդունում եմ։ Ստորություն ես արել խցակիցների նկատմամբ եւ նրանք շատ ճիշտ են վարվել քո մարմնի հետ, շատ ճիշտ են վարվել։ Մոտավորապես այնպես են վարվել, ինչպես Վազգեն Սարգսյանի օգնական Մոսոն իր ընկերների հետ։ Հիշում ես, չէ՞, որ տղամարդությունն ունած խոստովանես լավ կլինի։ Եվ քո կողակից է գնացել էր կեսգիշերին Զարուհին խնդրել էր, որ գա Կոշի գաղութ, իսկ Կոշի գաղութում Զարուհի ձեռքը բռնած խնդրում էր, ասում էր ինձ տար այստեղից կսպանան, եւ Զարուհին քեզ բերեց արդիկ։ Եվ դու երեք Զարուհուն դատապաշտպան է ինքը իր գործն է իրականացնում, ստորաբար նրան ես վիրավորում, նույնիսկ ասում ես կաշառակեր։ Քո նման ես դրամաշորթը, որ իսկապես դրամաշորթ ես դու։ Ես մի առիթով ասել եմ, մարդիկ պատրաստ են գան, խոստովանեն, ով որ գնացել այդ դրամը բերել քեզ է տվել, պարտադրել ես որ քեզ տան, ասում եմ կարող եմ գալ խոստովանել, որ ինքը դրամաշորթությամբ է զբաղվել։ Մի խոսքով քո կերպարի մեջ ոչ մի լավ բան չկա, ստորություն, դրամաշորթություն, իշխանատենչություն, սրբապղծություն, ամեն ինչ բացի մարդ լինելու։ Դե այն որ ասպես տառեր, չգիտեմ, ինչ որ տառեր ես ասում, այ բենական։ Մի հատ էլ ասեմ մարդ եւ հրեշ։ Դու այդ հրեշն ես։ Սիրելի ժողովուրդ, մենք կանգնած ենք շատ կարևոր ընտրության առաջ։ Բոլորն են ասում, հավատացեք, միշտ պիտի ասենք, այս ընտրություն չի կենաց մահու կռիվ է։ Հավատացեք, իր հաղթանակի դեպքում մենք Հայաստան չենք ունենալու, գոնե ինքնիշխան Հայաստան չենք ունենալու։ Ադրբեջանը հրաշալիորեն Թուրքիայի հետ արդեն ունի իր պլան, ես չեմ մեղադրում, նրանք նախաձեռնությամբ լավ դիվանագիտություն են անցկացնում, կարողացել են այս բանը պիտի ասեմ, հիշում եք, երբ ինքը ասաց Արցախ Հայաստանը եւ վերջ, իրենց դիվանագիտությունը միանգամից ամբողջ եվրոպական կառույցները արտակները լսրեցին, ասին այս հայերի խորամանկությանը մի հավատացեք, տեսեք պետության առաջի դեմքը, ասում է, որ Արցախ Հայաստանը եւ վերջ, իսկ չկա միջազգային որևէ նորմ, որ արգելի որևէ պետությանը իր տարածքային ամբողջականությունը պահպանել։ Իդեպ ասեմ, սրա շարունակությունը ողբերգությունը ավելի լուրջ ստորագրություն ունեցավ, երբ 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ հայտարարեց, որ Արցախը Ղարաբաղ ինքը Արցախ չի ասում, իսկապես վախենում է մասեկացում Ադրբեջանի, միանգամից մարդիկ նախաձեռնողական դիվանագիտությամբ արտակները լսվեցին հետևյալով, որ իրենք խոստովանեցին, որ 30 տարի մեծ ագրեսիայի է ենթարկել մեր 20%-ը եւ գիտեք ինչ, 150 միլիարդ դոլարի ռազմատուգանք են պահանջում, այսինքն մեր թորները պետք է ծնվեն մի քանի հազար դոլար արդեն պարտք ունենալու իր վրա։ Չեմ ուզում շարունակել, ուզում եմ ասել հետևյալը, հավատում եմ մեր հաղթանակին, մերը ես նկատում եմ ձեր բոլորիս հաղթանակին, հավատում եմ, որ այդ հաղթանակը լինելու է,
որովհետև մենք ուրիշ տեղ չունենք գնալու բացի Հայաստանից, բայց Հայաստանը պետք է լինի հայկական պետություն եւ այս դավաճաներին ցավոք մեր պետությունը դավաճաներին չի պատժել եւ այս դավաճաները պետք է պատժվեն։ Իհարկե ես չեմ ասում ինքը պետք է կենթանի մնա, ինքը պետք է կենթանի մնա եւ պետք է պատասխան տա ամեն ինչի համար, բայց պետք է պատժվեն։ Եվ ես հուսով եմ, որ բոլորս կգնանք ընտրությունների։ Կգնանք ընտրությունների, այո, իմ տեխնացուն Հայաստան դաշինքն է, թիվ 17-ը, գնանք ընտրությունների, տվեք ցանկացածին, ես ասացի, որ իմ տեխնացուն, բայց բոլորդ գնացիք ընտրությունների, ընտրեք նրանց ում ուզում եք, բացի այս հրեշից եւ իր սատելիտներից, որոնք մատել են խաղեր են տալիս իբր անդիմադիր դաշտում։ Երկնական շնորհակալություն հայելի ակումբին, ստեցություն, բարին ընդ ձեզ։